Երկրագնդի ամեն երրորդ մարդու մոտ արկա է բերանի տհաճ։ Շատ հաճախ բերանի տհաճ մարդ կարող է ընդհանրապես չզգալ։ Նրա տակ կարող են թաքնված լինել կյանքին սպառնացող շատ վտանգավոր հիվանդություններ։ 80% դեպքերում բերանի տհաճ հոտը, սիրելի հայրենակիցներ, հիշեք, որ դա կապված է բերանի խոռոչի հիվանդությունների կամ բորբոքային պրոցեսների հետ։ Երկրորդ տեղը գրավում է լոր օրգանների հիվանդությունները։ Աղեստամոքսային տրակտի խնդիրները կարող են արտահայտվել եւ բերանի տհաճ հոտով, եւ լեզվի փառակալմամբ, եւ նույնիսկ կարող են քրոնիկ հազի պատճառ ունենալ։ Միֆ չէ, որ բավարար է մեկ բաժակ ջուր խմել եւ այդ հոտը կանցնի կամ չի առաջանա։ Հաճախ կրկնվող այրոցը, եթե հատկապես այն գիշերային ժամերի է լինում, այն կարող է կերակրապողի չարորակացման սիմպտոմը լինել։ Հելիկոբակտեր պիլորին դա վարակիչ է, որը գաստրիտների էրոզիաների խոցերի առաջացման պատճառն է հանդիսանում, այն կանցերոգեն է, այն ուռուցքածին է։ Մենք գաստրիտով եւ խոցով կարող ենք վարակվել, ինչպես օրինակ մենք վարակվում ենք գրիպով եւ այլ հիվանդություններով։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ, հալիտոս կամ բերանի տհաճ հոտ։ Դուք կարող եք այն չզգալ կամ խնդիրն անտեսել, բայց փաստն այն է, որ երկրագնդի ամեն երրորդ մարդու մոտ արկա է բերանի տհաճ հոտ։ Ինչպես հայտնաբերել, որոնք են պատճառները, ինչպես բուժել, կզրուցենք գաստրոենտերոլոգ Հասմիկ Թաշյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի, ասենք թե ինչումն է կայանում այս հիվանդության, ասենք բերանի տհաճ հոտի պատճառների տարածվածության այսչափ մեծ լինելը։ Բերանի տհաճ հոտի բժշկական տերմինը կոչվում է հալիտոզ։ Հալիտոզը շատ տարածված է, այն հանդիսանում է եւ սոցիալական, եւ հոգեբանական, եւ էսթետիկ խնդիր այն հանդիսանում։ Եվ այժմ դիմելությունը այս խնդրի վերաբերյալ ավելի շատացել է, երևի դրան օգնում են նաեւ նմանատիպ մեր հաղորդումները, երբ որ ժողովուրդը ավելի իրազեկված են լինում, դրանք արդեն ունեն բերանի տհաճ հոտ, իրենց ախտորոշում են կամ արդեն անհանգստացած մոտենում են բժշկի։ Շատ հաճախ բերանի տհաճ հոտ մարդ կարող է ընդհանրապես չզգալ։ Նրանք ուղղորդում են արդեն իրենց հարազատները կամ մարդ ունի բերանի տհաճ հոտ, ինքը կոմպլեքսավորվում է, ոչ մեկ է սկսում է շփվել, ընկնում է կյանքի որակային, խանգարում է միջանցնային հարաբերություններում, ամուսնական հարաբերությունում, աշխատանքի մեջ, որը բավականին մեծ խնդիր է հանդիսանում եւ բերանի տհաճ հոտ հասկացողությունը դա սիմպտոմ է ընդհանրապես, բայց նրա տակ կարող են թաքնված լինել կյանքին սպառնացող շատ վտանգավոր հիվանդություններ։ Օրինակ դրանց թվին է պատկանում կերակրափողի ուռուցքը, ադենոկարցինոման, բարետի կերակրափողը, ռեֆլյուքսային հիվանդությունները, դրանք բոլորը կարող են արտահայտվել բերանի տհաճ հոտով։ Խոսելով պատճառների մասին, ինչ պետք է ասենք, խնդիրը 3 տեղ է։ Կամ բերանում, կամ կերակրափողում, կամ ստամոքսում։ Սկսենք բերանի խոռոչում արկա խնդիրներից։ Ուրեմն առաջինը պայմանավորված է բերանի խոռոչով։ Մենք 80% դեպքերում բերանի տհաճ հոտը, սիրելի հայրենակիցներ, հիշեք, որ դա կապված է բերանի խոռոչի հիվանդությունների կամ բորբոքային պրոցեսների հետ։ Եթե դուք ունեք բորբոքված լնդեր, ունեք վատորակ, վատ դրված պլոմբային նյութեր, բրեկետներ, ունեք ստամատիտներ կրկնվող, ունեք լեզվի վրա հաստ փառ, հատկապես օրինակ կան լեզուներ, որոնք աշխարհագրական լեզուներ են կոչվում, այդտեղ ավելի հաստ է փառը լինում, իսկ փառի տակ ինչ է գտնվում են բակտերիաներ, միկրոբներ, որոնք արդեն բորբոքման պատճառ են հանդիսանում մեր բերանի խոռոչում։ Երկրորդ տեղը գրավում է լոր օրգանների հիվանդությունները, օրինակ քրոնիկ տոնզիլիտները, հայմորիտները, սինուսիտները, քիթ հմպանի բորբոքումները, դրանք բոլորը նույնպես կարող են արտահայտվել բերանի տհաճ հոտով։ Քրոնիկ տոնզիլիտների դեպքում շատ հաճախ ինչ է լինում, եւ մարդ օրինակ հազի ընթացքում կարող են այդ լակունաների միջից կատնաշորանման զանգվածներ են դուրս գալիս, որոնք երբ որ ձեռքով անգամ sense տրորում են, տհաճ հոտ է գալիս, այսինքն քրոնիկ տոնզիլիտ ունեցողները նույնպես կարող են ունենալ բերանի տհաճ հոտ։ Այո, իմ ծանոթներից մեկը իդեպ նշում էր, սպիտակ գնդիկներ են, որ մեկ-մեկ դուրս են գալիս։ Դուրս են գալիս եւ ունեն բավականին տհաճ հոտ։ Այո, այստեղ պետք է զբաղվեն լոր բժիշկները։ Եվ շատ հաճախ արդեն տենդենսը գնում է նրան, որ ատամնաբուժը բուժես, լոր բժիշկը նայում է, բայց մարդու մոտ արկա է նույնիսկ վարինգիտ, կրկնվող քրոնիկ վարինգիտ, ասում են անպայման դիմեք գաստրոենտերոլոգի։ Դա ճիշտ է, քանի որ աղեստամոքսային տրակտի խնդիրները կարող են արտահայտվել եւ բերանի տհաճ հոտով, եւ լեզվի փառակալմամբ, եւ նույնիսկ կարող են քրոնիկ հազի պատճառ ունենալ։ Մարդ անդադ հազում է,
բուժել են թոքերը, նայել են, ստուգվել են, բայց մարդ անընդհատ հազ կա իր մոտ, քրոնիկ հազ կա։ Դրա պատճառը մեր ստամոքսի այրոցն է, երբ որ թթուն լեղին հետ վեր է բարձրանում, ինքը գրգռում է ամբողջ այդ ընթացքում մեր բրոնխները, մեր կերակրափողը, ձայնալարերը եւ ինքը կարող է արտահայտվել հազով։ Հատկապես այդ հազը կարող է ուժգնանալ գիշերային ժամերին, երբ մարդ ուղիղ պարկած է լինում, փականը թուլանում է եւ թթուն լեղին հետ է գնում։ Այդ քրոնիկ հազերի դեպքում, եթե դուք ստուգել եք ձեր մնացած օրգանները, նույնպես հորդորում եմ գալ նաեւ գաստրոընտերոլոգի մոտ, որովհետեւ բացառեք այդ պատճառը նույնպես։ Այս խնդիրը ինչի հետ կարող է կապված լինել քրոնիկ հազը։ Դա կարող է կապված լինել, եթե գաստրոէնտերոլոգիական է, դա թթվայնության հետ է կապված լինում։ Շատ լավ, եւ թթվայնությունը Ստամոքսը իր հերթին բուժելով արդեն ինչ որ մենք հիվանդության արդեն ստամոքսի թթվայնությունը բուժելով արդեն մենք հետագայում պետք է ախտորոշումը դնենք, ռեֆլուքսային գործոն ունենք թե չէ։ Հետագայում մարդը ձերբազատվում է այդ քրոնիկ հազից։ Շատ լավ, որպեսզի ամփոփենք բերանի խորոչում արկա խնդիրները, պետք է նշենք, որ շատ կարևոր է հիգիենան։ Ոչ բավարար հիգիենայի դեպքում խնդիրը միանշանակ կառաջանա։ Պետք է հիգիենային հետևել, անպայման ատամները լվանալ, օրական 2 անգամից ոչ պակաս, օգտագործել ատամնաթելեր, անպայման շնչառությունը թարմացնող տաբլետներ, մաստակներ նույնիսկ գալիս, մաստակ ինչ է անում, նաև մաստակը քարտադրությունը խթանում է եւ բերանի խորոչում, եթե մենք ունենք էքսիկոզ, այսինքն չորացում, ինքը խթանում է քարտադրությունը, իսկ չոր միջավայրում միկրոբները ավելի շատ են։ Իսկ միֆ չէ, որ բավարար է մեկ բաժակ ջուր խմել եւ այդ հոտը կանցնի կամ չի առաջանա։ Սովորաբար շնչավատ հոտի դեպքում, հա, տխաչ հոտի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե մեկ բաժակ ջուր, այլ օրվա ռացիոնում ջրային ռեժիմը պիտի 2 լիտրից ոչ պակաս լինի։ Պարտադիր։ Ինչու՞մ է դա ուղղված։ Նախ ձեր ստամոքսի թթվայնությունը ինքը կպակասացնի, կնոսրացնի, երկրորդը ձեր բերանի խորոչը անդադ խոնավ կլինի եւ այդ միկրոօրգանիզմները չեն առաջանում։ Շատ լավ։ Կերակրափողում ինչ խնդիրներ կարող են լինել։ Ահա, մենք հասանք այն պահին, երբ եկել ենք ոնց որ կարևոր որպես գաստրոէնտերոլոգ խոսեմ աղեստամոքսային տրակտի խնդիրներից, որոնք բերում են բերանի տհաճ հոտի առաջացմանը։ Բերանի տհաճ հոտի պատճառ կարող են լինել կերակրափողի հիվանդությունները, կարող են լինել գաստրոէզոֆագեալ ռեֆլուքսային հիվանդությունը, ինչ է դա։ Կերակրափողի եւ ստամոքսի միջև կա փական, որը շատ դեպքերում վատ է փակում եւ ստամոքսի պարունակությունը թթուն լեղին հետ է գնում դեպի կերակրափող։ Հետ գալով կերակրափող ինքն ինչ է անում, այնտեղ բերում է բորբոքման առաջացման, էրոզիաների խոցերի առաջացման եւ հաճախ կրկնվող այրոցը, եթե հատկապես այն գիշերային ժամերի է լինում, այն կարող է կերակրափողի չարորակացման սիմպտոմը լինել, կարող է առաջանալ կերակրափողի ադենոկարցինոմա, բարետի կերակրափող, իսկ ինչ է դա, երբ կերակրափողի լորձաթաղանթը փոխվում է, այնտեղ մետապլազիա է դիտվում, երբ առաջանում է այնպիսի լորձաթաղանթ, որը բնորոշ է մեր աղեկին, այսինքն մենք արդեն գործ կունենանք նաև նախաուռուցքի հետ, բարետի կերակրափող է դա կոչվում։ Երկրորդը աղեստամոքսային տրակտի հիվանդություններից խոցային հիվանդությունները, էրոզիվ գաստրիտները, 12 մատնիաղու էրոզիվ հիվանդությունները, դրանք բոլորը բերանի տհաճ հոտի պատճառ են, եթե նրանք պայմանավորված են հելիկոբակտեր պիլորիով, այլ բերանի տհաճ հոտի դեմ պայքարի առաջին միջոցը իհարկե էրադիկացնելն է հելիկոբակտեր պիլորին։ Բուժումը կատարվում է, ինքը ինչպես է կատարվում, գիտենք, հելիկոբակտեր պիլորին դա վարակիչ է, որը գաստրիտների, էրոզիաների խոցերի առաջացման պատճառն է հանդիսանում, այն կանցերոգեն է, այն ուռուցքածին է։ Այսինքն մենք գաստրիտով եւ խոցով կարող ենք վարակվել, ինչպես օրինակ մենք վարակվում ենք գրիպով եւ այլ հիվանդություններով, այնպես որ եթե ընտանիքում ինչ-որ մեկ ունի հելիկոբակտեր, ցանկալի է որպեսզի ընտանիքի մյուս անդամները նույնպես ստուգվեն եւ բուժվեն, հայտնաբերեցիր հելիկոբակտերը, անպայման պետք է կատարել բուժում։ Ինչու, որովհետեւ օթակաթիլայինով փոխանցվում է նաեւ այն անցնում է թիքի, համբյուրի, բաժակի, ափսեի միջոցով ընտանեկան վարակ։ Հիմնականում ընտանիքի անդամներից մեկը ունի, իհարկե դա իմունային հարցեր է կարող է մյուսը չունենալ։ Պետք է ուղղակի, եթե ընտանիքում կա խոցային հիվանդություն, պարտադիր մնացած անդամները պետք է ստուգվեն հելիկոբակտեր պիլորի հանդեպ։ Իսկ առավել, եթե ընտանիքում մեկը ունեցել է ստամոքսի քաղցկեղ, այսինքն ուռուցք է ունեցել, ընտանիքի անդամները արդեն 10 տարի տարիքում, եթե 40 տարեկանում է հայտնաբերվել, 10 տարի առ պրոֆիլակտիկ արդեն պետք է ստուգվել այդ հարուցիչի հանդեպ, հատկապես հարցը վերաբերում է ամուսիններին, եթե ամուսնու մոտ կա խոցային կինը պարտադիր պետք է ստուգվի հելիկոբակտերի հանդեպ։ Ինչպես է ախտորոշվում եւ բուժվում։ Հելիկոբակտերը ախտորոշվում է գաստրոսկոպիայի ժամանակ, հենց անմիջապես հյուսվածքից են վերցնում, շնչառական թեստով, արյան միջոցով, կղանքի միջոցով, արդեն բժիշկը ձեզ կասի, թե ինչպես հետազոտվել եւ կատարել հետագա բուժումը։
Բերանի տհաճ հոտի պատճառ կարող է լինել նաև մեր լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ուռուցքային հիվանդությունները կարող է լինել մեծաքանակ դեղորայքների օգտագործումը, ինչու՞ չէ նաև սովաբուժությունը եւ երկարատև մենք պահում ենք դիետաներ կամ հատկապես օգտագործում ենք մեծ քանակությամբ սպիտակուցներ։ Դրանք բոլորը, ինչ սպիտակուցը, երբ որ մենք ուտում ենք, ինքը շատ երկար ժամանակ է մնում մեր ստամոքսում մարսման ժամանակ եւ ինքը բերում է նեղման process-ների առաջացմանը, որը նույնպես կարող է արտահայտվել բերանի տհաճ հոտով։ Բուժումը հեշտ է բժշկուհի։ Իհարկե, եթե ունեք բերանի տհաճ հոտ, նորից եմ ասում, մի կոմպլեքսավորվեք, դիմեք բժշկի, արդեն բժիշկը կորոշի, թե որ մասնագետը պիտի զբաղվի դրանով, ատամնաբուժը, լոր բժիշկը, թե գաստրոենտերոլոգը։ Այստեղ նշեմ, որ բերանի տհաճ հոտի 3 ձև գոյություն ունի։ Առաջին դա իրական հալիտոզն է, Երբ մարդ իրապես ունի բերանի տհաճ հոտ, ու դա մենք արդեն եւ գործիքային, եւ օբյեկտիվ, եւ անամնեստիկ տվյալներով մենք դա հայտնաբերում ենք։ Երկրորդը դա պսևդոհալիտոզն է, եւ մարդ շատ աննշան ունի բերանի տհաճ հոտ, որը կարող է նշանակություն չունենալ, բայց ինքը դա ներկայացնում է որպես իրական հալիտոզ եւ ընկնում է տարբեր տեսակի միջոցառումների հետևից, եւ երրորդը դա հալիտոֆոբիան է եւ վախ է առաջանում այդ հալիտոզի հանդեպ, մարդ չունի ընդհանրապես հալիտոզ, բայց ինքը մտածում է, որ իրանից հոտ է գալիս, անդադ դիմակներ է կրում, ողողումներ անում, մեկուսանում է շրջապատից, սարքե գցում է կյանքի որակը նման դեպքերում պետք է նրանց հետ աշխատեն նաև հոգեբանները եւ հիմնականում այս խնդիրը առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են իրական հալիտոզ, բուժում են արել, մտածում են, որ բուժումից հետո դեռևս այդ հոտը մնացել է նրանց մոտ։ Ինչպես բարձել խնդիրը կերակրափողում է թե ստամոքսում։ Նման դեպքում ինչպես բարձել է, թողնում ենք բժիշկներին, եթե անհրաժեշտություն կա, բժիշկը նշանակում է գաստրոսկոպիկ հետազոտություն, կատարում եք հետազոտությունը եւ արդեն բարձում է խնդիրը ստամոքսում է, կերակրափողում է, հելիկոբակտեր ունենք թե չունենք, մնացած գործողությունը թողում ենք բժիշկներին։ Միֆ չէ, որ բերանի տհաճ հոտի պատճառները հաճախ կարող են մարդու կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները լինել։ Հա, իհարկե, ես նշեցի, որ բերանի տհաճ հոտի տակ կարող է թաքնված լինել կերակրափողի ադենոկարցինոման, բարետի կերակրափողը, խոցային հիվանդությունները, ուռուցքը, կարող է լինել էրոզիաները, դրանք բոլորը կարող են արտահայտվել բերանի տհաճ հոտով։ Երբ որ բուժվում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, հիվանդը կարծես շնչում է, թարմ շնչառություն է առաջանում եւ կյանքը դառնում է ավելի վարդագույն գույներով։ Եվ վերջում հորմոնները նույնպես նշանակություն ունեն եւ կարող են բերանի տհաճ հոտ առաջացնել։ Այո, հորմոնները, միզամողը, երբ որ շատ երկար ժամանակ օգտագործում ենք միզամողներ, ինչ ամ չորացնում է մեր բերանի խոռոչի լորձաթաղանթը, որը կոչվում է քսերոստոմիա։ Ընդ որում այդ բերանի խոռոչի չորություն կարող է առաջացնել ծխախոտը եւ ալկոհոլը, դրանց չարաշահումը նույնպես կարող է բերել բերանի խոռոչի չորացման, որը արտահայտվում է էլի բերանի տհաճ հոտով։ Չմոռանաք նաեւ սնունդների սոխը սխտորը։ Իհարկե դրանք պետք է օգտագործել, բայց դրանք նույնպես կարող են բերանի տհաճ հոտի պատճառ հանդիսանալ։ Շնորհակալություն բժշկուհի, ինչպես բարձել կա բերանի տհաճ հոտ, թե ոչ, բավական է այսպես ափերի մեջ հո անել կամ շնչել բաժակի մեջ, ճիշտ է։ Եվ շատ հաճախ երբ որ դիմում են պացիենտին, ասում են, երբ որ դիմակ են կրում, մենք այդ շնչառությունը զգում ենք արդեն։ Իրանք գալիս են արդեն այդ սիմպտոմներով նույնպես։